Ժողովուրդ ջան, առաջերտին շնորհակալություն, որ հավաքվել եք, որ մասնակցում եք այս հանդիպմանը։ Փորձեցի հիշել վերջին անգամ մեր հանդիպումը 21 թվականին, այո, 5 տարի առաջ մեր հանդիպումը եւ գիտեք այն ժամանակ միգուցե մի կողմից ավելի հեշտ էր, մյուս կողմից ավելի դժվար էր։ Դժվար էր, որովհետեւ այս իշխանությունը համարյա նույն բաներն էր խոս տալիս, ինչ որ մենք էինք ասում, եթե հիշում եք։ Դեօկուպացիա, Շուշիի, Հադրութի, Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի համար պայքար եւ այլ։ Քիչ էր տարբերվում խոսույթը։ Ուղղակի մենք ասում ենք, որ սրանք ի վիճակի չեն անել, սրանք պատերազմ են բերել, պարտվել են պատերազմում եւ պետք է ուղղակի պարտության այդ խորհրդանիշ դառած մարդը պետք է լքի երկրի առաջնորդի պաշտոնը։ Հիշում եք, այս էր խոսույթը։ Ինչ խոստացել են, արել են ճիշտ հակառակը։ Ուղղակի ճիշտ հակառակը, բոլոր առումներով։ Չի կատարվել ոչ մի խոստում։ Հիմա իմ հարցադրումը հետևյալն է. ինչի մասին է ընտրությունները ընդհանրապես։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ, առաջնորդ գալիս է, տալիս է խոստումներ, հանդես է գալիս իր ծրագրերով եւ 5 տարի անց պարտավոր է հաշվետու լինել իր ծրագրերի հետ կապված։ Ինչ արվել, ինչ չի արվել։ Հիմա A կետից պետք է հասցնի B կետ։ Այս մարդիկ այնինչ արել են կապ չունի իրենց ծրագրի հետ, իրենց խոստումների հետ։ Եվ դա է պատճառը, որ այս քարոզարշավը վերենացել ատելության, թշնամանքի, ուղղակի թույն են շաղ տալիս բոլոր տեղերում, ավելի տոքսիկ քաղաքական միավոր, որը մասնակցում է ընտրություններին, ես չեմ տեսել եւ չեմ մտածել, որ դա հնարավոր է։ Եվ հնարավոր է, որովհետեւ ասելիք չունեն։ Խոսում են խաղաղության մասին, ես 10 տարի նախագահ եմ եղել, երկիրը ամենից խաղաղն է եղել, պատերազմ չի եղել, նույնիսկ միջին ծավալի միջադեպ չի եղել սահմանում։ Բայց ոչ ոքին 10 տարի ժամանակ խաղաղությունից չեն խոսում, որովհետև կար խաղաղությունը։ Խաղաղության մասին խոսում են այն ժամանակ, երբ խաղաղությունը կասկածելի է կամ չկա։ Հիմա ընտրությունը ձեռն է։ Դուք, մենք, մեր ժողովուրդը ի վիճակի է ռացիոնալ այս ամեն ինչի նայել, թույնից պաշտպանվել, այդ թարախից, այդ հայհոյանքից պաշտպանել եւ փորձել հասկանալ, թե ում հետ գործ ունեն։ Հիմա մենք կարող ենք ասել, որ այս մարդիկ տգետ են, իսկապես տգետ են։ Կարող ենք ասել, որ չեն հասկանում, թե ինչ են անում, իսկապես չեն հասկանում։ Բայց նրանք, ովքեր սրանց կառավարում են, շատ լավ հասկանում են, թե ինչ են անում։ Շատ լավ են հասկանում։ Երբ 5 տարի առաջ մշակույթի նախարարությունը կրճատվեց, ասում ենք, լավ է, խի են անում։ 4 տարի անց պարզվեց, մեր ինքնության վրա հարձակվելու համար են անում։ Երբ Սփյուռքի նախարարությունը կրճատվեց, էլի ասում ենք, լավ է, խի եք անում, ինչի համար են անում։ Անում էին Սփյուռքը Հայաստանից օտարելու համար։ Հիմա ինձ համար հասկանալի է, թե ինչի են փակել գյուղնախարարությունը։ Որովհետև հիմա ուղղակի փորձում են վերացնել գյուղատնտեսությունը։ Երբ Նիկոլ Փաշինյանը ասում է իմ զորայական կետից եմ սկսում, արդեն մարդիկ պիտի սարսափեն։ Ղարաբաղյան շարժումը իր զորայական կետից սկսեց, բանակցային գործընթացը ձախողեց, բերեց պատերազմ։ Հիմա վերջերս արդեն հայտարարեց, որ բանակը զորոյան կետից է կառուցում։ Ամենից վտանգավոր հայտարարությունն է։ Իր զորոյական կետը դա զորոյացման կետն է, մեր Սերան Օհանյանը սա ճիշտ է նկատել։ Հիմա զորոյացնում է գյուղատնտեսությունը։ Անտեղի, անիմաստ, հրահրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ դուք տեսնում եք ամեն օր նոր սահմանափակումներ են մտցնում գյուղատնտեսական արտադրանքի Ռուսաստան արտահանման վրա, ամեն օր, ինչ անելու մեր գյուղացին, ով պիտի մտածի գյուղացու մասին, ով պիտի մտածի մեր քաղաքացու բարեկեցության մասին։
երկրի առաջնորդը մտածում է թե ոչ։ Չի մտածում։ Մեկ-մեկ մտածում եմ, կարող եմ մտածելու ունակություն չունի ընդհանրապես։ Սենց կան չէ մարդիկ, որ ուղղը ուրիշ ձև է աշխատում, չես հասկանում թե ուր է տանում։ Բայց կարծում եմ սա էլ է մտածված, բայց ինքը չի մտածում, իրեն կառավարող ուժերն են սա մտածում։ Մեր շուկան փորձում են ազատել ադրբեջանական եւ թուրքական ապրանքների համար։ Դպրոցների այդ բանը, այդ ծրագիրը, մի քանի դպրոց կառուցում են ավելի շատ դպրոց փակելու համար։ Ում համար, ինչի համար։ Ժորժ ջան, շատ եւ շատ հարցեր կան, որոնց ողջամիտ պատասխան ուղղակի չկա։ Օրինակ, մի շատ դասական օրինակ բերեմ։ Խաղաղության մասին է խոսում այսօրվա իշխանությունը։ Եվ ամենտեղ երևի դուք տեսնում եք պաստառների վրա գրած է խաղաղություն, սրտիկներ։ Մենք ինչ ենք ասում, ասում ենք, այո, մենք էլ ենք խաղաղության կողմ։ Մենք ասում ենք, խաղաղությունը պետք է լինի երաշխավորված։ Իրենք ասում են, չէ, Ալիևի հերիք է։ Ասում են Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Իրենք են ասում, ես չեմ ասում։ Հիմա մենք հավատում ենք, որ Ադրբեջանը կարող է լինել խաղաղության Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Լավ, սա գժի հետ գործ ունենք, ինչին հետ գործ ունենք, ես ուղղակի անկեղծ ասեմ, չեմ հասկանում։ Միգուցե հատուկ բարարան կա, որ այդ բարարանը բան անում, էլի, աննորմալ ինչ-որ մտքերը կարող է սենց տրանսֆորմացիա ենթարկվի, այն մյուս կողմից ավելի բան լսենք, էլի, ինչ-որ ողջամիտ բան լսենք, բայց այսօր սա է։ Ասում են, նախաստորագրել ենք խաղաղության պայմանագիր։ Մենք ասում ենք, երաշխավորներ է պետք, երաշխիքային համակարգ է պետք։ Մեզ ասում են, պետքը չի։ Լավ, խանգարում է ձեզ երաշխիքային համակարգ։ Հասկանում եք, բաներ կա, ես կարծում եմ այս հարցերը մենք առաջերտին մենք մեզ պիտի տանք, երկրորդը պետք է իշխանություն ունեցող մարդկանց տանք, երրորդը եթե այդքանը չեն հասկանում, պետք է ուղղակի սրանց վրա այդ 16 համարի վրա մի հատ մեծ խաչ քաշենք, ասենք սրանք գոյություն չունեն, սրանց պետք է զրկել իշխանությունից եւ սրանց պետք է ուղղակի վռնդել։ Շատ կարճ եւ շատ կոնկրետ։ Ուրեմն մեր պատասխանը այս անորոշությունների, այս լարվածությանը, որը ստեղծում են ոչ միայն ներսում հասարակությունը բաժանեցին, դրանից չեն բավարարվել, հիմա փորձում են մեր դաշնակիցների հետ մեզ թշնամացնել։ Ժորժ ջան, մենք Հայաստան դաշինքը Եվրոպայի հետ հարաբերությունների դեմ չի եւ երբեք դեմ չենք եղել։ Ես նախագահ ժամանակ Եվրոպայի հետ ավելի լավ, ավելի լայնացավալ հարաբերություններ ենք ունեցել, քան հիմա։ Առևտուրը Եվրոմիության հետ մեր ընդհանուր արտաքին առևտրի մոտավորապես 20%-ն էր։ Հիմա դառել է 7%։ Հիմա դուք մի հատ հասկացեք, դուք Եվրոպա եք գնում, թե ուր եք գնում, չեմ հասկանում ինչ են անում։ Մեր հարցը հետևյալի մեջ է։ Լավ լինենք բոլորի հետ։ Եվրոպայի հետ հարաբերությունների կառուցումը չպիտի լինի Ռուսաստանի հետ թշնամանալու հաշվին կամ շնորհիվ։ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները չպետք է նշանակի Ռուսաստանի հետ թշնամանալը։ Հասկանում եք, մեր խնդիրը սա է, ոչ թե կամ, մենք ասում ենք եւ, մենք ասում ենք մի մխրճվի գերպետությունների շահերի արանքը, մի հայտնվի այդտեղ, վտանգավոր տեղ է, լավ տեղ չի, ջախջախվելու ես, երկիրը փոքր է, եւ տարածքով, եւ բնակչությամբ։ Որը մեր մոտեցումը հետևյալն է, հավասարակշռված, բարեկամական հարաբերություններ եւ երբեք չանել ոչինչ, ինչը գերպետությունների անվտանգությանը որպես սպառնալիք կարող է դիտվի իրենց կողմից։ Սա ես նայեք, մեկ բանաձևով մեր արտաքին քաղաքականության ֆորմուլան տվի։ Մեկ բանաձև, մեկ շատ կարճ բան։ Ընդհանրապես մեր մոտեցումը սա է, պարզ, հասկանալի, պարզերես մենք ասում ենք եւ մենք դա անելու ենք։ Հիմա որտեղից է վստահությունը, որ մենք դա անելու ենք։ Փորձ, գիտելիքներ եւ պահպանված կապեր։ Մենք տեսնում ենք ինչ է կատարվում, մենք տեսնում ենք ինչպես է սա կարելի շտկել։
այն խնդիրները, որ իրենք ստեղծեցին մեր գյուղացիների համար, մեկ շաբաթում լուծվող հարցեր են։ Մեկ շաբաթում։ Հիմա թո գյուղացին, ֆերմերը, ջերմոցային տնտեսությունը վարկերով սարքածը, թո մտածեն։ Իրենք իսկապես համաձայն են այսօրվա իշխանության հետ, այս լարվածության հետ, այս անիմաստ սպառնալիքների հետ։ Բանակը քանդեց, Ղարաբաղը հանձնեց, հիմա էլ գյուղն է քանդում։ Հետո ուրեմն, ժողովուրդ ջան, այս ամեն ինչին վերջ տալու համար կա շատ պարզ ճանապարհ։ Ձեզանից քիչ բան է պահանջվում։ Այսինքն գնալ ընտրատեղամաս, վերցնել թերթիկը 17 համարը վերցնել եւ քվեարկել։ Եվ դուրս գալուց մի հատ լավ չեմ ասում, ուզեցի ասեմ թքել մի ուրիշ բանի վրա, բայց մենք մի պաշտոնյա ունենք, որ սենց ուղտի պես հատքում, մենք մի քիչ դրանից հեռու ենք։ Ուրեմն, ժողովուրդ ջան, հունիսի 7 համար 17, հունիսի 7 համար 17, հունիսի 7 եւ քվեարկում ենք Հայաստանի համար։ Շնորհակալություն ձեզ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։